Եվ այսպես հարգելի բարեկամներ, արտակարգ եւ հրատապ տեղեկատվություն։ Ինչպես արդեն տեղյակ եք, օրեր շարունակ, գրեթե 2 շաբաթ չեն դադարում Մարմարիկում անհետ կորած Տիգրանի որոնումները։ Մայիսի 4-ին տեղի ունեցած այդ չարաբաստիկ օրվանից սկսած օր ու գիշեր ոստիկանները, փրկարարները, ինչպես նաև կամավորներն ու այլ անձինք փորձում են ամեն կերպ անելով հնարավորինս որևէ լուր գտնել Տիգրանի մասին, սակայն արդեն տևական ժամանակ է, ինչ գրեթե ոչ մի տեղեկություն չկա, նույնիսկ էքստրասենսները փորձեցին ինչ-որ աղբյուր գտնել, ինչ-որ տեսիլքներ տեսան, բայց միևնույն է դրանք ոչ մի տեղ չտարան, արդյունքում մնաց այն, որ 2-ամյա փոքրիկի անհետացման մասին, որը արդեն իսկ դարձել է առեղծվածային, դեռևս ոչ մի էական կամ շոշափելի տեղեկատվություն չկա։ Եվ այսպես հարգելի բարեկամներ, այժմ գլխավորի մասին, ինչ է կատարվել եւ Գագիկ Ծառուկյանի հետ կապը։ Փոքրիկ Տիգրանի անհետացման լուրը ցնցել է մեզ բոլորիս, ստիպելով յուրաքանչյուրիս մտածել, թե ինչ կարող ենք անել օգնելու համար։ Մենք պարտավոր ենք օգտագործել մեր բոլոր լծակները, տեխնոլոգիական, սոցիալական եւ մարդկային ռեսուրսները, որպեսզի օր առաջ, ժամ առաջ հայտնաբերենք Տիգրանին։ 21-րդ դարում, երբ մեր ձեռքի տական ժամանակակից հզոր տեխնոլոգիաներ, դիմակայման ճանաչման համակարգեր, անօդաչու սարքեր, սոցիալական մեդիայի հսկայական հնարավորություններ, ուղղակի անընդունելի է, որ անմեղ երեխան այսքան ժամանակ մնա անհետ կորած։ Տիգրանի պատմությունը ոչ միայն հուզել է մեզ, այլև միավորել է հասարակությունը։ Գիտենք, որ իրավապահ մարմիններն ու փրկարար ծառայությունները անում են ամեն ինչ երեխային օգնելու համար։ Նրանք օրը գիշեր աշխատում են, օգտագործելով իրենց փորձն ու միջոցները, սակայն այս իրավիճակում օգնությունը չի խանգարի։ Այսօր, երբ ժամանակը կարևորագույն նշանակություն ունի, մենք պարզապես չենք կարող սպասել։ Յուրաքանչյուր ժամ, յուրաքանչյուր րոպե կարող է վճռորոշ լինել Տիգրանի համար։ Ուրեմն, եկեք միասին գործենք, համայնք, պետական կառույցներ, մասնավոր հատված եւ անհատներ, որպեսզի Տիգրանը շուտով վերադառնա իր ընտանիքի գիրկը։ Նրա ժպիտը, նրա անվտանգ վերադարձը մեր ընդհանուր նպատակն է եւ մենք պետք է ամեն ինչ անենք դրա համար։ Եվ այսպես հարգելի բարեկամներ, շատ կարևոր տեղեկատվություն։ Նշենք, որ քիչ առաջ լուր տարածվեց այն մասին, որ Գագիկ Ծառուկյանը անցկացրել է խորհրդակցություն իր օգնականների հետ եւ որոշում է ընդունել ամեն գնով աջակցելու Տիգրանի որոնողական աշխատանքներին։ Բարեկամներ, այս առիթով ձեր ուշադրության ենք ներկայացնում շատ կարևոր բացնամակ ուղղված Գագիկ Ծառուկյանին։ Դիմում ենք ձեզ խորին հարգանքով եւ մեծ հույսով խնդրելով ձեր աջակցությունը փոքրիկ Տիգրանի որոնման գործում։ Նրա անհետացման լուրը ցնցել է մեր ողջ հասարակությանը եւ այսօր ավելի քան երբևէ մենք կարիք ունենք համընդհանուր ջանքերի Տիգրանին օր առաջ իր ընտանիք վերադարձնելու համար։ Դուք, որպես մեր երկրի առաջատար գործիչներից մեկը, միշտ եղել եք այն անձը, ով իր ռեսուրսներն ու հնարավորություններն օգտագործել է հանուն բարի գործերի։ Չենք մոռանում, որ դուք նաև ձեր ուրույն տեղն եք ունեցել մեր հայրենակիցներին օգնելու համար, թե արտերկրում եւ թե Հայաստանում։ Ձեր միջոցներով ստեղծված «Ես կամ» հաղորդումը տարիներ շարունակ օգնել է բազմաթիվ երեխաների գտնելու իրենց երջանկությունն ու վերադարձնելու իրենց երազանքները։ Այդ հաղորդումը դարձել է հույսի եւ մարդասիրության խորհրդանիշ, եւ մենք հավատում ենք, որ ձեր աջակցությամբ նման մի հաջողված պատմություն կարող է գրվել նաեւ Տիգրանի համար, քանի որ նա միշտ կա, նա միշտ մեզ հետ է։ Եվ հաշվի առնելով ձեր լայն հնարավորությունները, խնդրում ենք ձեզ օգտագործել ձեր ազդեցությունը, կապերը եւ ռեսուրսները Տիգրանի որոնման աշխատանքներին աջակցելու համար։ Լինի դա տեխնոլոգիական միջոցների տրամադրում, լրացուցիչ կամավորների ներգրավում, թե տեղեկատվության տարածման աջակցություն։ Ձեր յուրաքանչյուր քայլը կարող է դառնալ վճռորոշ։ 21-րդ դարում ունենալով ժամանակակից տեխնոլոգիաներ եւ համայնքի աջակցություն, մենք չենք կարող թույլ տալ, որ անմեղ երեխան մնա անհետ կորած։ Դուք միշտ եղել եք մեր կողքին որպես անձ, ով կա իր ժողովրդի համար։ Եվ այսօր մենք խնդրում ենք ձեզ եղեք Տիգրանի կողքին, նրա ծնողների կողքին։ Թող ձեր միջամտությամբ
Տիգրանի պատմությունը դառնա ևս մեկ օրինակ, թե ինչպես կարող է մարդասիրությունն ու համախմբվածությունը փոխել կյանքեր։ Հարգանքով եւ մեծ հույսով Հայաստանի Հանրապետության մի շարք քաղաքացիներ։ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում քննարկվել է տիեզերական լուսանկարներով որոշակիություն ունենալու հարցը, հասկանալու, թե ինչ է տեղի ունեցել Մարմարիկում 2-ամյա Տիգրանի անհետացման օրը։ ԲՏ նախարար Մխիթար Հայրապետյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց հետևյալը. քննարկեցինք, որ նյութերը ստանալու պարագայում դրանք փոխանցենք ՆԳՆ գործընկերներին, ըստ էության տարատեսակ կարծիքներ էին հնչում մասնագետների կողմից։ Անգամ ամենաբարձր որակի 30 սանտիմետր լուծաչափ ունեցող տիեզերալուսանկարներ ունենալու պարագայում կային մասնագետներ, որ չէին բացառում հնարավոր կլինի իդենտիֆիկացնել մանկահասակ երեխային։ Կային կարծիքներ, որ տեխնիկապես դա ուղղակի հնարավոր չի լինի, սակայն մենք համարեցինք, եթե անգամ պարզվի, որ այդ օրը առկա են որոշակի ընկերությունների կողմից տվյալ տեղանքի լուսանկարներ, մենք պետք է փորձենք, անկախ նրանից, հնարավոր կլինի իդենտիֆիկացնել, թե ոչ, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԲՏ նախարար Մխիթար Հայրապետյանը։ Նա նշեց, որ վերջին 7-8 օրերի ընթացքում միջազգային առաջատար ընկերությունների հետ ինտենսիվ աշխատանքներ են իրականացվել։ Ցավոք, վերջին լուսանկարները, որ արվել են տվյալ տեղանքում, ապրիլի 26-ին են թվագրվում, իսկ երեխան անհետացել է մայիսի 4-ից։ Մենք ամենօրյա ռեժիմով աշխատում ենք, հույս ունենալով, որ առաջիկայում գուցե այլ ընկերությունների մոտ կարող են լինել տվյալ օրերի լուսանկարներ։ Ուզում եմ վստահեցնել, արվում է առավելագույնը, նշեց Հայրապետյանը։ Նախարարն ասաց, որ մանկահասակ երեխաների պարագայում չափազանց բարդ է տիեզերական լուսանկարներով իդենտիֆիկացումը։ Մարմարիկի փոքրիկ հրաշքը, Տիգրանը, հույսի եւ անհանգստության աննկատելի սահմանին։ Հայ ժողովուրդը վերջին օրերին ապրում է մի ցավալի ու հուզիչ պատմություն, որը օրեր շարունակ չի թողնում հանգիստ ոչ միայն Տիգրանի ընտանիքին, այլև բոլոր նրանց, ովքեր հետևում են Մարմարիկ գյուղում տեղի ունեցած առեղծվածային դեպքերին։ Այս փոքրիկ համայնքը, որը մինչ այդ հայտնի էր իր խաղաղությամբ ու ջերմությամբ, այժմ ապրում է տագնապի եւ անհանգստության մթնոլորտում։ 2 տարեկան Տիգրանի անհետացումը անհավատալի եւ անհասկանալի։ Մայիսի 4-ը Մարմարիկի համար վերածվեց անսովոր եւ ողբերգական օրվա։ Տիգրան Պետրոսյանը ընդամենը 2 տարեկան անհետացավ, թողնելով ծնողներին, հարազատներին եւ ամբողջ համայնքին անորոշության մեջ։ Այդ օրը, ըստ ընտանիքի պատմածի, Տիգրանը խաղում էր քրոջ հետ իրենց տամբակում, երբ հայրը Նորայր Պետրոսյանը եւ պապը զբաղված էին մեքենայի վրա աշխատելով։ Ամեն ինչ թվում էր սովորական, մինչև այն պահը, երբ Տիգրանի քույրը վերադարձավ տուն։ Մայրն անմիջապես հարցրեց աղջկան, թե որտեղ է Տիգրանը։ Որ մոտ է, պատասխանեց քույրը։ Սակայն երբ մայրը դուրս եկավ բակ, երեխայի ոչ մի հետք չկար։ Տիգրանը պարզապես անհետացել էր։ 2 րոպե, ընդամենը 20 րոպե անցավ եւ երեխան չկար։ Ոչ ֆուկ ոչինչ չտեսավ, ոչինչ չլսեց, պատմում է հայրը։ Այս խոսքերը, որ ներթափանցում են յուրաքանչյուր ծնողի սրտի մեջ, ներկայացնում են այն ցավն ու անորոշությունը, որ ապրել են այդ ընտանիքը եւ ամբողջ համայնքը։